Նույն տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները արժանացել են մարդկային եղբայրության Զայեդ մրցանակին, սա անկախ եւ միջազգային մրցանակ է, որը շնորհվում է տարբեր երկրներում անհատների, կազմակերպությունների, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ են հարթում, ստեղծելով իրական մարդկային կապեր, հաճախ անձնական զոհողությունների գնով, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ խաղաղության համաձայնագիրը, որի համար Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները արժանանում են այս մրցանակին, նախաստորագրված է եւ ոչ թե ստորագրված։ Այնչու այդպիսի մրցանակ շնորհողները կամ ավելի մեծ դերակատարները մեր ներսում գտնվող քաղաքական վերլուծական դաշտի ներկայացուցիչների պես թերահավատ չեն, որ այդ պայմանագիրը ի վերջո մի օր կստորագրվի։ Ալիևի տոնայնությունն էլ է փոխվել, ես դրական եմ գնահատում, նախ որ միջազգային հանրությունը անդադ հիշում է Հայաստանին ու Ադրբեջանին եւ որպես լավ օրինակ է բերում։ Դա օգտակար է մեզ, մեր ժողովրդին, մեր երկրի տնտեսությանը, ընդհանրապես խաղաղությանը, սրան պիտի դրական վերաբերվել եւ կարծում եմ Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր թևն էլ բացառությամբ որոշ բացառությունների մեծ հաշվով դրական է վերաբերվելու նման կոչումներ տալուն թե Ալիևին, թե Նիկոլ Փաշինյանին։ Ալիևը խոսում է, որ մոտ ապագայում շատ հնարավոր է համարել խաղաղության համաձայնագիրը ստորագրելը։ Ես պիտի ասեմ, որ վստահ եմ, որ ընտրություններից 2 ամիս առաջ ստորագրվելու է խաղաղության համաձայնագիրը եւ այսօրվա գործող խորհրդարանն էլ այդ ավելացնելու է։ Ես սրանում համոզված եմ, ես այս առումով ունեմ որոշակի տեղեկություններ արևմտյան իմ ընկերներից, գործընկերներից, որոնք Հանրապետություն կուսակցության հենքի վրա փորձում են լոբիստական կազմակերպություն ձևավորել Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում եւ արդեն գրասենյակի խնդիր են լուծում։ Իրենք լավ ներկայացված են Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության շարքերում, բավականին ակտիվ են եւ իրենց տեղեկություններով դա այդպես է։ Ասեմ ավելին, որ գազամուղը, որը պիտի կառուցվի Ադրբեջանից դեպի Թուրքիա, 33 միլիարդ խորանարդ մետր տարեկան հզորությամբ, ինչը այսօր Վրաստանով է գնում, եւ այդտեղ ծախսերը բավականին մեծ են, քանի որ լեռնային պայմաններում պոմպեր են կիրառում գազը մղելու համար եւ ինքնարժեքը թանկանում է։ Հիմա փորձում են այս ճանապարհով արդեն կառուցել, այդտեղ ներդրումային խմբի մեջ մտել է նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչը էլի շատ դրական է, որովհետև ինչքան շատ երկիր մասնակցի ֆինանսներ ներդնի Սյունիքում, այնքան պատերազմի հավանականությունը կփոքրանա եւ այդ ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների, որը մասնակցում է, ինքը արդեն վճարել է նախագծային աշխատանքների համար, դա համաձայնեցնելով թե Թուրքիայի, թե Ադրբեջանի իշխանությունների հետ, այսինքն վստահություն ստանալու առումով, բնականաբար Հայաստանի իշխանություններն էլ խաղաղության կողմնակից են, ու այստեղ վստահություն ստանալու խնդիր չկա։ Այսինքն ես վստահ եմ, որ խաղաղության փաստաթուղթը մինչև առաջիկա ընտրությունները կստորագրվեն։ Իմ տեղեկություններով 2 ամիս առաջ ընտրություններից, դա աստված որ այդպես լինի, դա աստված որ այս խորհրդարանը, որում քաղաքացիական պայմանագիրը մեծամասնությունը եւ արագ կվավերացնի, այդ գործընթացը դարձնի անդարձյալի, որ հաջորդ եկող որևէ քաղաքական ուժ չկարողանա այդ process-ը հետ դարձի ենթարկել։ Իսկ սահմանադրության փոփոխության այդ պահանջը, այսինքն դրա հետ ինչպես է վարվելու Ալիևը, հրաժարվելու են, թե դա էլ պետք է մինչև ընտրություններ հասցնեն իրականացնել Հայաստանը։ Քաղաքականությունը ինքը որոշակի ճկունություն ապահովելու հնարավորություններ տալիս է, ես կարծում եմ, որ թե Ալիևը, թե Նիկոլ Փաշինյանը տարբերակ կգտնեն այդ արդարացնելու, թե ինչու մինչև սահմանադրական փոփոխությունները խաղաղության համաձայնագիրը ստորագրվեց։ Ընդհանրապես, եթե նայենք ռետորաբանությանը, Ալիևը շատ կոշտ ռետորաբանություն էր օգտագործում թե Միջանցքի մասով, ուժով բացելու առումով, թե ընդհանրապես Սյունիքի առումով, խոսքը գնում էր նաև Սևանա լճի առումով, Վարդենիսի առումով։ Այսօր այդ բաները չկա, այսօր Ալիևը ասում է, որ մենք պիտի սովորենք խաղաղ ապրել, մեր ժողովուրդները երբեք խաղաղ չեն ապրել, խաղաղությունը փոխադարձ օգուտ է բերում թե մեզ, թե Հայաստանին, թե տարածաշրջանին եւ ապրի միջազգային հանրությունը, որ այդ խրախուսելու համար երկուսին էլ որոշակի խաղաղության կոչումներ է տվել։ Ալիևը նաև ասում է, որ հերոու չի այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով, բայց այստեղ հղում եթե անեմ մեր թերահավատ
հատվածին հանրության կասեն Ալիևը այդպիսի կառուցողական հայտարարություններ եւ դիրքավորում ունի Դավոսում, այսինքն միջավայրը, որտեղ ելույթ է ունենում Ալիևը, շատ կարեւոր է եւ նա այնտեղ այդպիսի խնդիր ուներ, որպեսզի ավելի կառուցողական երևա եւ միայն դրանով է պայմանավորված նրա այդ Այդտեղ որոշակի ճշմարտություն կա, որովհետև Ալիևի հայտարարությունները եվրոպական հարթակներում եւ Ալիևի հայտարարությունները թուրքալեզու երկրների հարթակներում իրարից տարբերվում են։ Դա շատ բնական է։ Այդպիսին է նաև Էրդողանը ինքը այդ հարթակներում այլ բան է ասում եւ Թուրքիայի ներքին թուրքալեզու երկրների կամ ազգայնական կուսակցությունների հետ է հանդիպում, բացարձակ այլ բան է ասում։ Դա ներքաղաքական խնդիրներ լուծելու համար է, ներքին լսարանին բարեհաճ լինելու, ընտրությունների ժամանակ հնարավորինս շատ քվե ունենալու համար է, որ խաղաղությունը միանշանակ անհրաժեշտություն է, այդ անկասկած, որ Ալիևը գիտի փողի գինը, գնահատում է փող աշխատելը եւ ուզում է իր պետության տնտեսությունը զարգացնել, սա էլ անկասկած է։ Այն դեպքում, երբ որ կարող ես ընդամենը 45 կիլոմետր Հայաստանում, 120 կիլոմետր Ադրբեջանում, թեթև վերանորոգելու եւ մի 2-3 կիլոմետր էլ երասխում վերանորոգելու բaragայում հասնել մինչեւ Թուրքիա, մինչեւ Իզմիր, այնտեղից հասնել մինչեւ, չգիտեմ, Փարիզ, Հռոմ, Այս հաշվի չառնել են մարդով փոխհաշվել գիտի, ով լոգիստիկայի մեջ մտած է, չի կարող այս հաշվի չառնել, որովհետև Իրանում այդ ճանապարհը չկա, Թուրքիայում այդ ճանապարհը չկա, կկառուցվի առաջիկա 10 տարիներին, թե ոչ էլ մեծ հարցական է, իսկ այստեղ այդ ճանապարհը կա։ Եվ այդ ճանապարհը բավականին լավ ճանապարհ է, այդ ճանապարհը զրոյից կառուցել պետք չի, իրեն ուղղակի վերազինել է պետք, արագությունները մեծացնել, եւ այդ ճանապարհը հանգիստ կարող է գործել, իսկ որ դա մեծ շահույթներ կապահովի Ադրբեջանին, Նախիջևանի հետ իրանք լավի ուղիղ կապ ունենալու, Թուրքիայի հետ ուղիղ կապ ունենալու եւ ավելի կարճ, ավելի մատչելի ճանապարհով, շատ ավելի մեծ երկաթգծի վագոններ կրող մեքենաներով Թուրքիա-Բեռներ տեղափոխելու առումով էս անկասկած։ Եթե այստեղ ավելացնենք նաև Միջին Միջանցքի տարբերակը, որ Միջինասիական հանրապետություններից եւ Կենտրոնական Ասիայից, ինչի չէ նաև Չինաստանից բեռներ կտեղափոխի այստեղից մինչեւ Եվրոպա, այդ դառնում է արդեն գերկարևոր, շատ շահութաբեր, Ադրբեջանի համար բավականին մեծ տարածքով է անցնում այդ ճանապարհը եւ այդտեղ տրանզիտային հնարավորություններն են նաև մեծանում, քաղաքական կշիռն է ավելանում։ Սա շատ ավելի շատ է Ադրբեջանի համար, քան որևէ պատերազմ, որևէ տարածք իր օգուտներով։ Եվ Ալիևը ճիշտ է հաշվել եւ այդտեղ չի ստում, ես համոզված եմ։ Պարոն Սարգսյան, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը, նախորդ շաբաթ էլ քննարկել էին Թրիփի վերաբերյալ վերջին հայտարարությունը։ Ինձ հետաքրքիր է, մտահոգություններն են ստիպում այսպիսի հաջողականությամբ, ակտիվությամբ քննարկումներ ունենալ, թե Գիտեք, Թրիփի, այո, ես կարծում եմ, որ որոշակի մտահոգություններ իրենք ունեն։ Ես տեսա, որ Ադրբեջանում էլ, Թուրքիայում էլ խոսակցությունները այդ առումով որոշակի խստացան, որովհետև այն մասնակցությունը, ինչ ունի Միացյալ Նահանգները եւ որում ներկայություն ունի Հայաստանը եւ այն պայմանները, որ թելադրվում է ստորագրված կամ նախաստորագրված էլի փաստաթղթով, որը վերջնական չի իր էությամբ, իր վերջին տողում դա է գրված, ստորագրվեց Արարատ Միրզոյանի եւ Ռուբիոյի հետ, այստեղ Ադրբեջանն ու Թուրքիան միանշանակ քննարկելու բաներ ունեն, այստեղ ամբողջ խնդիրը նրանում է, որ իրենք տիրապետում են թե Թրիփում, հայկական մասում այդ 74% ամերիկյան բաժնեմասը, որ ընկերություններն են դնում, ներդրում անում գումարները, որտեղ դրանք մասնավոր ընկերություններ են, իրենք իհարկե կցանկանային, որ թուրքական ընկերություններ լինեին կամ իրենց բարեկամ երկրներից որևէ ընկերություններ լինեին, բայց դրանք չկան եւ այդտեղ հիմնական ներդրում անողը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսան է, Քուշները, որը նաև բանակցում է Ուկրաինայով եւ այլն, ու այստեղ մտահոգություն իրենց նրանում է, որ Քուշները ազգությամբ հրեա է։
Եվ դա ինչի նշանակում։ Իսկ եւ հրեական համայնքի մոտ շատ լուրջ ազդեցություն ունեցող, իսկ հրեա ժողովուրդը Իրանից հետո իր համար մեկ թշնամին համարում է Թուրքիային, քանի որ Էրդողանը համարում է Երուսաղեմը թուրքական քաղաք, ասում է Պաղեստին պետությունը պիտի ճանաչվի Երուսաղեմ մայրաքաղաքով, քանի որ մենք ենք թողել եւ ընդհանրապես հարցումներով Իսրայելում եթե չեմ սխալվում 64% հրեա ասել էր, որ իրենց համար մեկ թշնամին Թուրքիան է, ոչ թե Իրանը, որտեղ Իրանի հետ համարում են խնդիրներն արդեն լուծված։ Դուք եք, այսինքն Բաժնե Տոմսերի այդ համամասնությունը կամ բաժանումը, որը այս պահին կա, նորմալ համարում, գնահատում։ Ոչ միայն նորմալ եմ համարում, ես պիտի ասեմ, որ դա մեծ ձեռքբերում եմ համարում, ապրեն այդ ուղղությամբ բանակցողներ, օրինակ կարող եմ ասել, որ Թուրքիայի ոսկու արդյունաբերության 100%-ը պատկանում է Միացյալ Նահանգների ընկերություններին եւ թուրքական իշխանությունները կամ թուրքական բիզնեսը այդտեղ ունի ընդամենը 3%, այսինքն 97%-ը Ամերիկայինն է, 3%-ը Թուրքիային։ Կամ ասենք, այսպես ասեմ, Հարավկովկասյան երկաթուղիները, որ տվել ենք մենք կառավարման 100%-ը Հարավկովկասյան երկաթուղիներն է, կամ ասեմ Սոտքի հանքավայրը, որը շահագործում են ռուսները, 100% ռուսներինն է, կամ Քաջարանը, որը Հայաստանի համար 1 հարկատուն է ամենահզորը եւ գերկարևոր նշանակություն ունի Հայաստանի բյուջեի մուտքերի առումով, որը հիմնականում վալյուտա դոլար բերողն է, ինչի խնդիրն ունի Հայաստանի տնտեսությունը եւ մեր պարտքերը հենց դրա վրա են գոյանում, այս պարագայում էլի բաժնեմ ասում, ասենք Հայաստանը 18% ունի, մնացածը ռուսական է։ Այն էլ էլի այս իշխանությունները այն Զուրաբովի Ստրոցենկո փոփոխության շրջանում կարողացան ինչ-որ որոշակի տոկոսներ վերցնել։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ որոշակի ուղղություններ Հայաստանի Հանրապետությունը, օրինակ հայկական երկաթգիծը, որը Հայաստանի Հանրապետության պետությանն է, կոնցեսիոն համաձայնագրի պիտի ամբողջությամբ խզվի, ինքը դառնա պետական, հետո բաժնետիրական ընկերության սկզբունքով որևէ երկրի հետ բաժնետիրական կառույց կազմվի, եւ ես կարծում եմ, որ այդ 40 տարին, որ նշվում է, այ 40 տարուց հետո, որ նշվում է, որ այ կարող է ստորագրված կամ նախաստորագրված համաձայնագիրը վերանայվել եւ Հայաստանն այնտեղ 49% ունենա, դա հաշվի առնվում է հանգամանքը, որ արդեն այս մնացած երկաթուղին էլ դառնա տրիպի մաս, որը Հայաստանը որպես իր ներդրում մտցնի տրիպի մեջ եւ իր բաժնեմասն ավելացնի, դարձնելով 49%։ Այդ կարող է ոչ հաջորդ 49 տարում լինել, այդ կարող է շատ ավելի շուտ լինել, որտեղ թուղթ ստորագրող մարդիկ դեմ չեն լինի նորից նույն փաստաթուղթ ստորագրելու, առավել եւս որեն զարգացմանն է ուղղված։ Հիմա պարոն Սարգսյան, ինչ սպասենք Ռուսաստանից։ Եթե ամեն ինչ այսպես լավ է ընթանում ամեն դեպքում մեր համար, գոնե այս պահի դրությամբ ինչ սպասենք Ռուսաստանից, հաշվի առնելով Սոլովյովի հայտարարությունները, Դուկինի հայտարարությունները, ասում է Վենեսուելան այդքան կարևոր չէ, որքան Հայաստանը, եւ մենք պետք է մեր խնդիրը շատ ուղիղ ձևակերպենք, որ Հայաստանը չպետք է կորցնենք, եւ եթե անհրաժեշտ է, անգամ հատուկ գործողություններ իրականացվեն, ինչպես Ուկրաինայում։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանը որևէ հատուկ գործողություն էլ չի իրականացնի, ինքը չունի ոչ այդ ներուժը, ոչ պոտենցիալը։ Բարեբախտաբար Հայաստանը ընդհանուր սահման էլ չունի Ռուսաստանի հետ։ Ես համոզված եմ, որ եթե հետ նայելու տարբերակ ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, ապա ինքը 2022 թվականին չէր սկսի Ուկրաինայի պատերազմը, որովհետև այդ պատերազմի արդյունքում իրենք ոչ թե շահում են, այլ բազմաթիվ պարամետրերով կորցնում են, եւ դա ակնհայտ է, հետեւաբար նոր կորուստների դաշտ մտնելը Ռուսաստանի շահերից չի բխում։ Բայց Ռուսաստանը շարունակելու է ինչ անելու, շարունակելու է հիբրիդային պատերազմը այդ երկրների դեմ, ներառյալ Հայաստանի, ներառյալ նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների։ Հիբրիդային պատերազմի համատեքստում հիմնականում օգտագործվում են երկրորդ, երրորդ դեմքերը, բայց երբ արդեն անցնում են առաջի դեմքերի մակարդակի, դա նշանակում է, որ այդ երկիրը ջղաձգվում է, ասենք, երբ որ դասում էր Սոլովյովը, դա ինչ որ կերպ էլի կարելի էր համարել հիբրիդային պատերազմի մշակված պետության կողմից ուղղություն, բայց երբ որ դասում է Լավրովը, դա արդեն բացարձակ այլ բան է, եւ այս համատեքստում Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքական դաշտում պիտի
հստակություն մտցնեն, ինչը ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը ինչ որ պահից վտանգավոր է դառնում եւ բավականին ռիսկային։ Եվ այդ համատեքստում ես Յոսիֆ Ստալինից հետո ավելի հայատյաց քաղաքական գործիչ, քան Լավրովն է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, որին էլ ասում են որ իբր հայկական արմատներ ունի, ինչքան պիտի հայկական արմատը այդ մարդու մեջ մեռած լինի, որ այդ կարգի վատություններ անի, որովհետև ես որոշակի առումով փորձել եմ ուսումնասիրել, հասկանալ ռուսական քաղաքականության փոփոխությունները, եւ այդ փոփոխությունները սկիզբ են առել 2004 թվականից, երբ Ռուսաստանի ԱԳՆ նախարար նշանակվեց Լավրովը։ 2004 թվականին Ռուսաստանն ընդունեց արտաքին քաղաքականության նոր դոկտրին, որի հիմնական գաղափարախոսության մեջ կարևոր դերակատարություն արդեն ունեին Դուգինները, Սալավյովները։ Արդյունքում 2008 թվականին տեղի ունեցավ հենց Լավրովի ԱԳՆ նախարար եղած ժամանակ Վրաստանի անեքսիան, իրանք մտան Վրաստան։ 14 թվականին անեքսիայի ենթարկեցին Ղրիմը։ 2020 թվականին իրենք Թուրքիայի հետ համագործակցությամբ համատեղ վերահսկման կետ դնելով բռնազավթեցին Արցախը, փորձելով այդ ուղղությամբ իրենց ներկայությունը պահել։ Դրանից հետո արդեն 2022 թվականին Ուկրաինայում։ Այս ամեն ինչի հիմքը ու հայրը ավելի շատ Լավրովն է, եւ ես հուսով եմ, որ այդ մարդը նաեւ տարիքի հետ կապված, նաեւ ունեցած ձախորդությունների հետ կապված շատ արագ Ռուսաստանում կփոխվի առաջիկա ժամանակներում եւ իր փոխարեն ավելի ստապ, ավելի մտածող մարդ կբերեն, որը ոչ թե հարևաններին կամ գործընկերներին պահանջում է ենթարկվել, այլ առաջարկություններ է անում արտաքին քաղաքական ուղղություններով, որոնք այդ երկրներին էլ կարող են օգտակար լինել։ Լավրովն էր, որ առաջարկեց խաղաղություն տարածքների դիմաց ծրագիրը։ Լեռնային Ղարաբաղի մասով այդ ամենավատ ծրագիրը, որ առաջարկվել է, այսինքն որը թևավորել է Ադրբեջանին, որ ոչ մի կարգավիճակ, ոչ մի բան էլ չպիտի քննարկեմ։ Ուղղակի պիտի տարածքներ տան, որ ես չկռվեմ իրենց հետ, դա Լավրովի ծրագիրն է։ Ես կարծում եմ, որ այս այն դեպքն է, որ թե Հայաստանի երկրորդ նախագահը, թե Ռուսաստանի երրորդ նախագահը իմ հետ կհամաձայնեն, որ այս մարդը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստան-Ռուսաստան համատեքստերում ամենամեծ վատություն արած ու ամենամեծ թշնամանք ցուցաբերած մարդն է։ Ասում եք 2004 թվականից, պարոն Սարգսյան, իրենք ի վիճակի չեն գնահատել իրենց քաղաքականությունը, իրենց սխալները, ի վերջո այդքան երկար ժամանակահատվածի կտրվածքով, միթե իրենք հետ չեն նայում, տեսնեն որտեղ են սխալվել, ինչ այն չեն արել, որ կարելի է փոխել, թեկուզ ուշ, բայց փոխել։ Ազգայնականությունը ճահիճ է, որում մտնելուց հետո գաղափարախոսությունը իր համատեքստում դառնում է համոզմունք ավելինին հասնելու, առանց հաշվի առնելու, որ այդ ավելինին հասնելու ճանապարհին դու կարող ես կորցնել այն ամենը, ինչ ունես։ Ռուսաստանը գնաց այդ ճանապարհով եւ գնաց այդ ճանապարհով ոչ միայն Ռուսաստանի նախագահ Պուտինի փառամոլության առումով, այլ Ռուսաստանի տնտեսության, Ռուսաստանի գիտական պոտենցիալի եւ մարդկային պոտենցիալի զարգացման, նաեւ մարդագրական քանակի առումով լուրջ խնդիրներ ունենալու առումով։ Ռուսաստանը սովետական միության ժամանակ գերտերության մի մաս էր, ԽՍՀՄ-ի հիմնական առաջատար պետությունը, իսկ այդ ժամանակներում, ասենք, պարտված Գերմանիան իր տնտեսությամբ եկավ անցավ Ռուսաստանից, Միացյալ Նահանգները դարձավ հեգեմոն երկիր, Միացյալ Նահանգների մրցակիցը դարձավ Չինաստանը, Ռուսաստանը մղվեց երկրորդ պլան։ Իրենց այս խանդը, որ ոնց մենք երկրորդ պլան մենք գերտերություն ենք, այս ռուսական ներքին նացիոնալ շովինիզմը գլուխը կորցրեց, իսկ այդ գլուխ կորցնելու գործընթացում նորից եմ կրկնում, Լավրովը գերկարևոր նշանակություն ունի, որ այդ ամեն ինչի մեջ քաշեց Դուգիններին, Սալավյովներին, այդ բառապաշարը Մարիա Զախարովաներին, որոնք կռվում են իրենց ստվերի եւ բոլորի հետ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եվ հիմա էլ Լավրովը ասում է, ես հայ հասարակության փոխարեն կմտածեի Կայա հայտարարությունների կապակցությամբ, որովհետև եթե նա ասում է, որ Մոսկվան Հայաստանում ընտրությունների շեմին կկիրառի մոլդովական սցենարը, նա հիշեցնում է, որ մոլդովական սցենարը հետևյալն էր՝ կոպիտ ընտրակեղծիքներով Սանդուն ընտրվեց նախագահ։ Եվ հայ հասարակությունը պետք է այս հայտարարությունից հետևություններ անի։ Ռուսաստանի դժբախտությունների մի մասն էլ ժողովրդավարության համատեքստում է, որովհետև իրենք այդ իրենց մոտեցումներով միշտ աշխարհից տարբերվել են։ Այն տարիներին, երբ որ Հայաստանում եվրոպական դիտորդները, ասենք Այքերը հայտարարում էր, որ 2003 թվականի ընտրությունները կոպիտ խախտումներով են անցել ու միջազգային հանրությունը պիտի չճանաչի, ռուսական դիտորդները կամ SNG-ի դիտորդները ասում էին, որ դրանք ամենաարդար օրինաչափ ընտրություններն են։ Այսինքն, երբ ամբողջ աշխարհը որևէ ընտրություն համարում է խախտումներով, Ռուսաստանը համարում է դա օրինական, անցածա, երկար ժամանակ իշխանությունը պահողների եւ այդ իշխանությունը հավերժացնողների հիմնական բանալի բանաձևն է, իրենք չեն կարող ողջունել Սանդուին, որը ժողովրդի քվեով է ընտրվել, եւ չեն կարող ողջունել Նիկոլ Փաշինյանին, որը ժողովրդի քվեով է ընտրվել։ Նիկոլ Փաշինյանը դրա համար է իրենց այդ պատճառով էր իրենց համար խորտ, որ ժողովրդի քվեով էր ընտրվել։ Այդ երկրները միշտ վախենում են այ ժողովրդավարական այդ process-ները իրենց երկրներ հասնելուց, որ այդ process-ները կարող են հեղափոխությունների հանգեցնել, որոնց արդյունքում, ասենք, իրենք հայտնվեն, ունենան այն ճակատագիր, ինչ Սադամ Հուսեյնը
եւ սրան իրենք թե գիտակցությամբ, թե ենթագիտակցությամբ հակադրվում են։ Ցավոք Լավրովը այդքան իրականությունից կտրվել է, որ Մոլդովայի ընտրությունները համարում է կեղծիքներով։ Ինչ ասեմ։ Դուք ասացիք Փաշինյանը ժողովրդավարական ընտրություններով ընտրվել է, այո, ընտրվել է, բայց նորից վերընտրվելու հնարավորությունը ինչպես է գնահատում եւ այս համատեքստում գանք մեր ներքաղաքական խնդիրներին, եկեղեցու օրակարգը պահվում է արդիական, ասում են այս մարտահրավերների ֆոնին, հատկապես Իրանում կատարվողի ֆոնին Հայաստանի ղեկավարությունը էլի զբաղված է թիթեռնիկ նկարելով, պարգևավճարներ են իրենց տալիս, ինչ կարող եք ասել, նորից ընտրվելու հնարավորությունը ինչպես է գնահատում։ Գիտեք, ես Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահն եմ, մենք մասնակցելու ենք ընտրություններին եւ մենք մասնակցում ենք ընտրություններին լուրջ արդյունքներ գրանցելու։ Որևէ քաղաքական ուժ չի մասնակցում ընտրությունների, մյուսների արդյունքները գնահատելու կամ նրանց հաղթելու հնարավորությունը հիմնավորելու կամ մերժելու առումով։ Ես համարում եմ, որ մեր հաղթանակը կլինի այն, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը դեպի արևմուտք, Ռուսաստանի հետ կախվածության նվազեցումը եւ ժողովրդավարական գործընթացների առումով զարգացումները շարունակվեն։ Այս համատեքստում է միայն, որ մեր եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների մոտեցումները նույնն են։ Մենք երկուսս էլ ուզում ենք, որ խաղաղությունը մնա, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից կամաց կրճատվի, իրենք այդպես են համարում, դիվերսիֆիկացվի, մենք ավելի կտրուկի կողմնակիցն ենք եւ մենք նույն մոտեցումն ունենք ժողովրդավարության համատեքստում։ Մնացած բոլոր համատեքստերում, ներառյալ եկեղեցու հետ կապված համատեքստում, ներքաղաքական դատավարությունների, արդարադատության, անդամավճարների, տնտեսության զարգացման, մենք բացարձակ տարբեր մոտեցումներ ունենք։ Հիմա պարգևավճարները արդարացված են թե ոչ ներողություն։ Գիտեք, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներից մեկն էլ պետական աշխատողների բարձր աշխատավարձ վճարելն է եւ պետական համակարգում լուրջ մասնագետների ներառելը։ Իմ երկու աղջիկներն էլ լավ կրթություն ունեն, մեկը աշխատում է ամերիկյան ընկերությունում, մյուսը աշխատում է բանկում։ Մեկը տնտեսագետ է եւ զբաղվում է աուդիտով, մյուսը HR-ի մասնագետ է։ Իրենց երկուսն էլ, եթե ստիպեմ անգամ ես, պետական համակարգում չեն աշխատի։ Ու բազմաթիվ է այդ պատճառները։ Եվ այդտեղ երկրորդական չի նաեւ վճարումը, աշխատավարձների խնդիրը, որովհետև գոնե մեծ աղջիկս, ասենք, ընտանիքի արդեն բալիկ ունի եւ այլը, ընտանեկան բյուջեի խնդիր ունեն եւ իրենց համար աշխատավարձները շատ կարեւոր են։ Եվ պիտի իմ կարծիքով պետությունը դառնա ամենահուսալի գործընկերը մարդու համար։ Պետական աշխատանքը պիտի լինի ամենապատվավորը եւ ամենաբարձր վճարողը։ Պետությունը իր ստանձնած բոլոր պայմանագրերը պիտի մինչև վերջ կատարի, որևէ դեպքում աչուձախ չանելով։ Այդ դեպքում հարգանք կունենա։ Այդ առումով ես օրինակ շատ հավանում եմ Մեծ Բրիտանիայի պետական կառավարման համակարգը, մոդելը, պետական աշխատողներին վճարելու մոդելը, որը կապվում է նաև այդ աշխատողների ունեցած ներդրման կամ օգտակար գործունեության գործակցի հետ։ Հիմա ինչ վերաբերվում է ազգային ժողովին, այնտեղ ինչքան գիտեմ 3-րդ աշխատավարձ են տվել եւ շատ տխուր էր, որ այդ անգամ ընդդիմադիր թևի ներկայացուցիչները չբողոքեցին, թե ինչի եք մեզ, ասենք 3 աշխատավարձ միանգամից տալիս էլի, քիչ միչ այնպես կիսատ-պրատ բաներ ասեցին, ուսուս մնացին, որտեվ իրենց էլ էր ձեռնատու այդ աշխատավարձ տալը, պիտի նայել, թե այդ ազգային ժողովը այդ տարվա ընթացքում ինչքան օրենքներ են ընդունել, այդ աշխատանքի ՕԳԳ-ն ինչ է եղել, եւ ըստ դրա, եթե հասնում է, եթե իսկապես լուրջ աշխատանք են արել, կարելի այո պարգևավճար տալ։ Այսինքն պիտի ամեն ինչ վճարումը կախված է աշխատանքի չափից։ Բայց նախարարների դեպքում պարոն Սարգսյան ասում են խնդրահարույց է։ Այդ նախարարները Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ են նախ եւ առաջ, այսինքն դու չես վստահում քո թիմի անդամներին եւ մտքումդ ունես, որ նրանք կարող են գայթակվել եւ կոռուպցիայով զբաղվել։ Ընդհանրապես վստահության հարցը շատ սուբյեկտիվ հարթությունում է,
ինչ է նշանակում վստահում ես կամ չես վստահում բացարձակ վստահելի որ վստահ լինես որ այս մարդը որ իմ ընկերն է գաղափարի մարդ է ու ինքը չի գայթակղվի ու ենթադրենք սիրուհի չի ունենա որևէ մեկը չի կարող այդ ասել ամուսնության պարագայում խոստում են տալիս հնազանդ լինել եւ դեր լինել այս պարագայում պաշտոնի պարագայում չգիտեմ վարչապետը երդվում է մնացածները նախարարները երդվում են թե չէ չգիտեմ բայց ես չեմ արդարացնում բարձր աշխատավարձները այդ ձևով տալը ես ուզում եմ որ այդ բարձր աշխատավարձները տալը աշխատանքի արդյունքում լինի որովհետև ես արտադրությունում եմ աշխատել ու մարդկանց աշխատավարձը միշտ կապված է եղել իրենց տված արտադրանքից իմ տրամաբանությունը միշտ այդպիսին է շատ են ցեմենտ արտադրել շատ աշխատավարձ են ստացել քիչ են արտադրել քիչ են ստացել հետեւաբար իրենք շահագրգռված են եղել միշտ շատ արտադրելու հետեւաբար իրենք շահագրգռված են եղել աշխատանքի գործիքները լավ պահելու որ նրանք չխափանվեն որ վթարներ չլինեն որ իրենք աշխատեն որ աշխատավարձ ստանան պետությունը գործարան է ինքը պիտի այդ սկզբունքով աշխատի եթե այդ սկզբունքով է աշխատում ոչ մեկը չի ասում թե արտադրամասի պետը ինչի այդքան թանկ աշխատավարձ ստացավ օրինակ իմ ժամանակ Բելազի վարորդները այդ մեծ մեքենաներ են որոնք հանքակար էին կրում մինչև 1.200.000 աշխատավարձ էին ստանում իսկ այդ ժամանակ այդ ֆանտաստիկ թվեր էր այդ պետության ոչ ղեկավարը ոչ վարչապետը այդպիսի աշխատավարձ չէր ստանում ուղղակի մարդը վարում էր մեքենան քրտնաջան տանում էր հաշվարկված էր որ այսքան վերելու դեպքում ամեն տոննայից ինքը ինչքան պիտի աշխատավարձ ստանա այդ էր ստան այսինքն իմ մոտեցումը ես խնդրում այսպեսին է Հիմա դուք նաև վերադառնանք ձեր այն մտքին որ Հայաստանի իշխանությունը վաղ թե ուշ պետք է դադարի երկու աթոռի նստելու այդ փորձերը եւ կողմնորոշվի ինձ հետ հարցազրույցում էլի նման կարծիք հայտնող եղել է հիմա մենք այդ կողմնորոշվածությանը երբ սպասենք մինչև ընտրությունները դա հնարավոր է կամ դրա հնարավորությունը ինչպես կգնահատենք Ես կարծում եմ որ ոչ որովհետեւ երկու պատճառով նախ քաղ տեխնոլոգիայի առումով հանրությունը միշտ վախենում է ռադիկալ փոփոխություններից հանրությունը միշտ այսպես էլ մնա լավ է այս մոտեցման տեսակետին է նույնիսկ մարդը ով բանտում է ազատման օրը ազատությունից վախենում է այսինքն միշտ նրանք ովքեր բոլորի հետ լավ լինելը համարել են լուծում մեծամասնություն են ունեցել Հայաստանում եւ քաղ տեխնոլոգիայի տեսակետից դժվար նման քայլի գնա իշխանությունը երկրորդ չի գնա որովհետեւ Ռուսաստանի հետ ունեցած կապերի պայմաններում մանավանդ Լավրովյանես հիբրիդային հարձակումները հենց այդ համատեքստն ունեն որ հանկարծ չգնաք որ գնաք գիտեք ինչ կանենք չնայած ես կարծում եմ որ ոչ մի բան էլ չեն անի որովհետև ինչքան մենք ենք Ռուսաստանի տնտեսության այսօր պետք այնքան էլ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք այնքան էլ մենք ենք իրենց պետք այսինքն խնդիրը նաև այս համատեքստում է եւ կարծում եմ որ իրենք չեն գնա եթե ազգային ժողովում ներկայացված կլինի քաղաքական այնպիսի ուժ որը հստակ արևմտյան դիրքորոշում կունենա որտեղ այսօրվա ազգային ժողովում ռուսամետներ են եւ բալանսավորողներ եւ հստակ արևմտյան ուղղվածության քաղաքական ուժ չկա այդ ժամանակ խնդիրների լուծումը նաև իշխանության համար կհեշտանա որտեվ ինքը ստիպված է լինելու նաև մրցակցել այս ուժի հետ այս ուժի առաջարկությունների հետ որտեվ այդ ուժը առաջարկությունները անելու որ հայ մարդը տեսնելու է որ նման առաջարկությունների պարագայում իր երկրի տնտեսությունը կարող է թռչկային աճ ունենա որ այդ առաջարկությունների պարագայում իր երկրի անվտանգությունը սպառազինությունը հակաօդային պաշտպանությունը եւ այլը նոր բովանդակություն կարող են ունենալ այսինքն խնդիրը այս հարթության մեջ է ընդհանրապես համակարգերի փոփոխությունները պիտի լինեն ինչով է փոխարինում Եթե մեր ժողովուրդն ուզում է, որ ազգային ժողովում գոյություն ունեցող այս խմբակցությունները մեկ-մեկին դավաճան, մեկ-մեկին հողատու ասելով շարունակի այս սև ու սպիտակի համատեքստում, սխալ է անում, որ այդպես եմ մտածում։ Անկեղծ ասած, Աստծո ստեղծած աշխարհը շատ բազմագույն է։ Սև ու սպիտակ չի բացարձակ, կողքերը նայել է պետք։ Ընտրեք Քաղաքական դաշտում էլ այդ գույները շատ են այդ գույները։ Դու պիտի մեր ժողովուրդը դուրս գա այդ սև ու սպիտակի դրամաբանության համատեքստից։ Ինքը դալտոնիկ չի։
քաղաքականության մեջ ընտրությունը ոչ թե բռնցքապարտի ընտրության նման է, որտեղ խաղադրույք ես արել ու սպասում ես, թե ով ում նոկաուտի կհասցնի, որ դու ուրախանաս։ Քաղաքականության մեջ ընտրություն պիտի կատարես գաղափարի վրա։ Այս մարդու ասած գաղափարները իրականություն դառնալու հնարավորություն ունեն, դա քո սրտին մոտ է, քո սիրտը այդ ուղղությամբ աշխատում է, թե ոչ։ Իմ կարծիքով նաև բարոյականության վրա։ Քաղաքականությունը շատ բարոյական process է, շատ բարոյական։ Այդ process-ում պիտի կարողանաս քո սկզբունքներն ու մոտեցումները պահես, երբեք չհրաժարվես դրանից, ու այդ խնդրում կարևոր չի դու մեծամասնություն ես, թե փոքրամասնություն։ Դու սերունդներ ես դաստիարակում, որ հետո կարող են մեծամասնություն դառնալ ու երկիրը ճիշտ ուղղությամբ տանել։ Ամփոփելով, պարոն Սարգսյան, շահարկվեց կաթողիկոսը չհամբուրելու ձեր այդ համբուրելը ձեր հայրիկի հոգեհանգստի ժամանակ, հիմա ինչպես կարձագանքեք այս ամենին։ Նախ ասեմ, որ շնորհակալ եմ բոլոր նրանցից, թե իշխանությունից, թե եկեղեցուց, ներառյալ վեհապար հայրապետից, որ եկել էին ցավակցելու իմ ընտանիքին։ Այն ինչ որ ես արեցի, միանշանակ իմ հոր սրտով էր, եւ դա իմ համար ամենակարևորն էր։ Ես կարծում եմ, որ այդպես կվարվեր նաև իմ մայրը եւ իմ եղբայրը։ Ես սրանում միանշանակ կասկած չունեմ եւ համոզված եմ այդ համատեքստում։ Գիտեք, եթե հայ առաքելական եկեղեցու հետ կապված խնդիրներ աչամփյուրով լինեին միայն, կարող ենք ասել, որ կաթողիկոսը չգար, որտեղ գիտեք շատ անհարմար վիճակ է ստացվում, երբ որ հանգուցյալի հոգեհանգիստը կազմակերպելու համար եկեղեցին զանգահարում է, ասում է, այ էս ինչ սրբազանն անի, թե այն ինչ սրբազան ում ազատել են պաշտոնից։ Ու դու սքի մեջ պիտի որոշես, թե այդ երկու սրբազաններից որ մեկը անի։ Ես լավ դրություն չի։ Լավ, ասում ես, ես նորին չեմ ճանաչում, այն հինը որ կա թեկուզ պաշտոնից ազատել եք, թող գան անի։ Հետո ասում են այդ դեպքում կարող է վեհապար հայրապետը գալ։ Իհարկե ասում ես կարող է գալ։ Եթե ես համարեի, որ աչամփյուրով այդ խնդիրը լուծվում է, հայ եկեղեցու վերնախավի հետ կապված, կաթողիկոսի փոփոխության հետ կապված, այնպես ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը չի թողնի եկեղեցի մտնի ու խնդիրը կլուծվեր, բայց խնդիրը այդպես չի լուծվում։ Ախ, խնդիրներ էլի են եղել։ Այս պատմությունը կրկնվել է 2018 թվին մորս հոգեհանգստի ժամանակ եւ դրան այցելեց Սերժ Սարգսյանը։ Նորից նույն հեքիաթը, նույն մարտիկ, նույն ֆեյքերով։ Այս պատմությունը կրկնվեց նաեւ, երբ դատական համակարգի խնդիրները փորձում էին լուծել դատավորների ոտքերից, դատարանների դռան դեմից քաշ տալով։ Երբ որ մենք ասում ենք, որ դատական համակարգի խնդիրները այդպես չի կարելի լուծել, հեղափոխական մեթոդով քաղաքական իշխանության խնդիր է լուծվում։ Դատական իշխանության խնդիրը հեղափոխական մեթոդով չի լուծվում, նույնը եկեղեցու խնդիրը այդ մեթոդով չի, որ լուծել է պետք։ Արդյունքում ինչ եղավ, դատական իշխանության խնդիրը լուծվեց, առ այսօր չի լուծվել։ Սամվել Կարապետյանի դատավարությունները դրա փայլուն օրինակն են, որ չի լուծվել այդ խնդիրը։ Որևէ մեկին փոխելու համար մոտեցումը պիտի լինի այսպիսին. ունենաս մեկ ուրիշը, որը շատ ավելի լավն է, քան այդ մեկը, որը ներկայանա որպես այդպիսին, որը ընկալելի կլինի հայ առաքելական եկեղեցու վերնախավի, հոգևոր խորհրդի եւ նաեւ նրա հոգևոր հոտի մեր բոլորի համար, եւ այդ փոփոխությունը ինքնաբերաբար կլինի։ Փոփոխության այս տարբերակը, որով որ գնում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ցավոք սրտի արդյունք չի տալու։ Ընդհակառակը, եթե կուզեք իմ արարքը հայ առաքելական եկեղեցուն իմ պարտքի կամ այսպես ասած իմ փոքր ներդրման մասնայեք։ Մեր ժողովուրդը նաև սովորում է հարսանիքներ, ծնունդներ, թաղումներ գնալով։ Նայում են ով եկավ, ինչ արեց, ոնց բարևեց, ինչ էր հագել, ովում հետ ոնց խոսեց, ոնց դիմավորեց, ոնց ճանապարհեց։ Դա սիրակվում է սրանով։ Ես համոզված եմ, որ
բազմաթիվ երիտասարդներ, ինչպես ես, իրենց կյանքում 2-3 կաթողիկոս են փոխելու, թող Աստված կաթողիկոսներին երկար կյանք տա։ Բայց իրենք իմանան, որ կաթողիկոսի աչքը համբուրում են։ Այս նաև իմ կողմից պարտքեր իմ հոր վանահայր պապիկին։ Ես համարում եմ, որ այն սև ու սպիտակը, ինչը մեր ժողովուրդը դնում է, այս սրան սիրում եմ, նրան ատում եմ, այս ծեծելով փոխել է պետք, կախել է պետք, որովհետև դավաճան է, որտև մարդասպան է։ Ժողովուրդ, եթե ես եք ուզում, նույն խորհրդարանն էլ գնացեք ընտրեք։ Եթե հետ չեք ուզում, ընտրեք մեզ։ Ես ձեզ խոստանում եմ, որ ես կարող եմ թե խաղաղությունը պահել, եւ թե արևմտյան գործընկերների հետ Հայաստանի տնտեսությունը հասցնել թռիչքային աճի, իրական թռիչքային աճի, որը կբերի լուրջ աշխատատեղեր։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։